Ինչ պետք է անի Հայաստանի կառավարությունը ռազմագերիների հարցով, ԴԻՆ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, միջազգային քրեական դատարանի եւ այլ կառույցների Ադրբեջանին ստիպելու վերադարձնել ռազմագերիներին, պահանջի Ժնևի կոնվենցիայի խախտման ճանաչում, ինչի համար Ադրբեջանը կարող է ենթարկվել պատժամիջոցների, միջազգային մակարդակում լայն քարոզարշավ կազմակերպի, ռազմագերիների հարցը մշտապես պահելով քաղաքական օրակարգում, այլ ոչ թե կոչ անելու որպեսզի լրացվի այս թեման։ Եթե այս քայլերը չկատարվեն, ռազմագերիների վերադարձը կմնա անորոշ, իսկ Ադրբեջանը կշարունակի նրանց օգտագործել որպես քաղաքական գործիք։ Ինչ քայլեր է անելու Ադրբեջանը ռազմագերիների դատավարությունից հետո։ Ադրբեջանը հայ ռազմագերիների շինծու դատավարություններից հետո նրանց ցուցմունքները կարող է օգտագործել Հայաստանի վրա քաղաքական եւ դիվանագիտական ճնշում գործադրելու, միջազգային հարթակում Հայաստանին ահաբեկչության հետ կապելու, սահմանային եւ տարածքային նոր պահանջներ առաջ քաշելու, ինչպես նաեւ ներքին լարվածություն ստեղծելու համար։ Այս դատավճիռները կարող են ծառայել որպես շանտաժի գործիք, ռազմագերիների վերադարձը պայմանավորելով Հայաստանի զիջումներով, իսկ խոստովանական ցուցմունքները ապա ռազմական գործողությունները արդարացնելու համար։